96 թվականին ես հիվանդացա ու պարկեցի, 3 ամիս մոտ պարկեցի, ոչ մի կերպ չի կարող ուշքի գամ, աղոթում էի, գոռում էի, լացում էի, փնտրում էի Աստծուն, ոչ մի պատասխան, որովհետև ես ուզում էի օգնեմ ինձ, անհուսություն, վախ անձրևի պես էր մաղում, դևերը նեղում էին ամեն գիշեր ինձ նեղում էին, ոչ մեկ չգիտեր դրա մասին, պայքարում էի շատ ուժեղ ու անհուսություն ու անհավատություն ու վախ կար մեջս, և ես պայքարում էի ապրելու համար, Տերը չէր գալիս, ժողովուրդ Տերը չէր գալիս, մարդիկ չէին գալիս, մարդիկ չէին այցելում, ոչ մեկ, ով էլ այցելում էր գալիս էր մեղք գտնելու վրես, միգուցե մեղք ես գործ է, հոբը ակնարկում էին հոբը, դա ամենադժվար ժամանակներն էր ինձ համար, այս իրավիճակը ինչ որ ես պատմեմ, գիտի մենակ գոհարը, որ հիվանդ էի, վախեցած, ճնշված, հուսահատված, անօգնական, լքված, սարսափած, դատարկված, անելանելի, թույլ, զրոացված, գորշ վիճակի մեջ, սա այն ժամանակն է, որ Մելանը ստեղ այդ խոսքը հոլովեց, կասեմ Բաքու Աստվածը, ուրա, Դավիթն ասում է իմ թշնամիները գոռում էին, ասավ ուրա քո Աստվածը, երբ պիտի սա մեռնի, սա հիշատակը կորչի, Դավիթին էին ասում, և սա գրված է Սաղմոս 42:3-ը, սա գրված է Սաղմոս 42:3 խոսքը, ռուսերենում չգիտեմ որն է, բայց 100% կա, ցերեկ և գիշեր, արդյունքս ինձ հաց եղավ, որովհետև ամեն օր ինձ համար ասում էին, ուր է քո Աստվածը, ամեն բան կարծես քո դեմ այդ ժամանակ, Աստված է չի գալիս, դու հայտնվել ես այդ իրավիճակի մեջ, և գլուխդ խփում ես պատերին, փորձում ես քեզ փրկես, փորձում ես քեզ օգնես, փորձում ես մարդիկ գան քեզ օգնեն, և մեկը չի կարում գա քեզ օգնի, և մեկը չի գալիս քեզ օգնի, և մեկին Աստված թույլ չի տալի գալու, իսկ դուք այդ ժամանակ նստած հովիվից նեղացած եք, ես էլ էի նեղացած, խի մեր հովիվը չի գալիս, խի չի այցելում ինձ, խի չի աղոթում, խի չի, սենց խի չի նենց, ամեն բան քո դեմ աշխատում, ամեն բան քո դեմ աշխատում, գիտեք, մի պահ եկավ, արդեն մի պահ եկավ, որ դուք հիվանդանոցում եք արդեն, 3 ամիս հետո դուք հիվանդանոցում եք, դեռ 20 օր պետք է մնաք այնտեղ, և դուք հիվանդ եք ու թմա, վերջ չունի ես ամեն ինչը, վերջ չունի, վերջ, դու հնարավոր է ցանկացած պահին մեռնես, ցանկացած պահին, արդյոք ես վախենում էի, 1,000,000%, գիտեք, ստեղ է այդ արդարացումը գալի, ես ախր քո համար ոչինչ չեմ արել դեռ, բայց դու ուրիշ բան էի համար ես վախենում, որ կմեռնես, որովհետև դա սարսափելի է, դու վախենում ես, որ կմեռնես, թենցել աննպատակ, անկապ, Դավիթն ասում է իմ թշնամիները ասում էին ուր է քո Աստվածը, ուր է հա Աստված, հիվանդանոցը, որտեղ պարկած էի, ասեցին, որ ես գիշեր, լա տեսեք ես վախում էի, շատ վախ էր,
Շատ վախեր։ Ես դևերից սարսափում էի, որ գիշերը գալիս են։ Տերը գիտի, որ ես այլևս վախ չունեմ։ Արդեն շատ տարիներ, 20 տարի ավել ես վախեր չունեմ ոչ մի դևից։ Եվ նույն օրը, որ մտնում եմ, տանում են պարկասնել հիվանդանոցում, ասում են, այս գիշեր, այս կոյքի վրա մի մարդ մեռավ։ Եվ դուք ձեր վախերը, որ ունեք տանը, հազարապատկվեց հիվանդանոցում։ Եվ ես մի օր ծառայության ժամանակ ձեզ հետաքրքիր մի բան ասեցի։ Նա որ դուք բաց թողեցիք, ասեցի անհավատության միջանցքները դա հիվանդանոցն է։ Դուք ընդեղ կորցնում եք այն էլ որ ունեք։ Եվ զրոացավ իմ վիճակը վերջնական, որովհետև այդ կոյքի մատրասի վրա այսպես արյան հետքեր, մեծ կլոր արյան հետքեր, մեծ, այս ձև առնախառը ջուր էր։ Հիվանդը մահացել էր այդ նույն գիշեր և տեղափոխել էին այդպես, արուն էր լրիվ, բերեցի մատրասը փոխելու։ Ու պատկերացնում եք, քեզանից ձախ պարկած է քո հարևանը։ Քեզանից աջ արյունտես պարկած է մյուս հարևանը, բոլոր հարևաններով կամ փողոցով գրավել են այդ սենյակը։ Ու պատկերացեք, որ նայում ես իրանց լիմոնովի դեմքին։ Եթե քո դեմքը լիմոնի էր, մի դառնում է լայմի, կապտմա вообще, կանաչմա вообще։ Երբ որ դու ունես վախեր եւ դրանք 2000-ական են դառնում արդեն, 1000-ից դառնում է 2000, որովհետեւ ահա քո աջ եւ ձախ կողմում են պարկած նրանք։ Եվ երբ որ տեսնում ես իրանց այդ այո, կապելնիցան, կաթիլայնի այդ ձողից կախված պարկը եւ ես մի կողքից է տեսնում ես շլանգը, որի մեջից արյուն է հոսում, քու սարսափը երրապատկվում է։ Եվ սատանան ասում է հաջորդը դուն ես։ Ինչքան կարոզ ենք ասենք, հաջորդը դուն ես, մարդիկ ասեն, այ ինչ ասում է, հաջորդը դուն ես։ Որովհետև սատանան ինձ հակառակն ասե, հաջորդը դուն ես, իրանց պես, աչու ձախ կողմերը։ Մինչև այն օրը, որ ես հասկացա, որ քարապատկվեց, երբ որ կողքի սենյակներից գալիս եւ ասում են աղանդավոր ես, բա օլա քո Աստվածը։ Առաջի անգամ, երբ որ ինձ ասել են դա հիվանդանոցում են ասել, բա օլա քո Աստվածը։ Տերը գիտի, որ ես չգիտեի այստեղը, Աստվածաշնչը։ Որ ասեի օլա իմ Աստվածը։ Ես չգիտեի խի եմ ես տուպիկի մեջ։ Ես չգիտեմ խի է իմ իրավիճակի ձև, բայց ես թպրտում էի։ Դու գիտեք ինչքան կարա կոտրվեք վերջնական եւ թույլ թողակ ձեզ ասեք, ինչ կլինի։ Նույն օրը Աստված եկավ իմ մոտ։ Եվ ինձ մի աղոթքի մղեց, խոստացի ինձ ծառայես, ես քեզ տեղից կհանեմ։ Դա Աստվածը, որ ներգործում է քո մեջ կամենալը եւ անելը։ Եթե դու նախասահմանված ես, ինքը քեզ կանչել եւ պահել է մինչեւ այդ օրը։ Ով կարազատի արդեն։ Եվ նույն գիշեր Աստված ինձ երազ է տալիս, որ ես դուրս եմ գալիս այստեղից։ Դուրս եմ գալիս Արևշատ միջանցքով հիվանդանոցի եւ դուրս եմ գրվում այդտեղից 2 օր հետո ինձ դուրս գրեցին հիվանդանոցից եւ ես վերջին խոսքը ասեցի բոլոր պալատականներին ովքեր տարբեր պալատներից գալիս ինձ նեղում էին ասեցի իմ աջ կողմում կգնի 1000 իմ ձախ կողմում 10000 բայց ինձ հարված չի մոտենա Որտեղ եք ու Աստված իրանք ասում էին։ Իսկ հիմա ես գիտեմ պատասխանը։ Որտեղ Աստված մենք ունենք հավատքի 3 ուղղություն։ Ուղղահայաց եւ հորիզոնական։ Աստված երկնքում է ժողովուրդ։
Աստված իմ մեջ է։ Աստված իմ մտերիմի մեջ է։ Եթե Աստված իմ մտերիմի միջոցով չօգնեց ինձ, Աստված կօգնի իմ մեջ։ Եթե իմ մեջ է չօգնեց, Աստված կօգնի երկնքից։ Եթե Աստված երկնքից չօգնեց, ապա իմ մտերիմի միջոցով կօգնի։ Եթե մտերիմի միջոցով չօգնի, իմ մեջ Աստված։ Եվ երբ որ ասում ենք Աստված երկնքում է, ինքը բարձր է բոլոր օրենքներից։ Ինքը բարձր է մահվան օրենքներից։ Ինքը բարձր է ամեն օրենքներից։ Եվ ես հավատում եմ, որ Դավիթը գիտեր, որ Աստված երկնքում է։ Աստված իր մեջ է։ Աստված իր անկերոջ մեջ է։ Ահա Աստված որտեղ է։ Եվ առաջի բանը, որ ես կանեմ, դա ծառայելն արդեն։ Միշտ մտածում ենք, որ Աստված մենակ երևի մեր մեջ է։ Միշտ մտածում ենք, որ Աստված երևի մենակ երկնքում է։ Միշտ մտածում են որոշներն է, որ Աստված մենակ իմ մեջ է։ Թե չի։ Աստված 3 մակարդակներում գործում է։ Եվ սա կոչվում է հավատքի 3 ուղղություն։ Հորիզոնական, ուղղահայաց եւ իմ ընկերոջս մեջ։ Փառք ես Հիսուս։ Եվ Հոբը ասում է, ես գիտեմ, որ իմ փրկիչս կենդանի է։ Սա այդ նույն հայտնությունն էր։ Ընկերները եկել էին եւ վատ բաներ էին ասում։ Եվ Հոբը գիտեր 19-րդ գլխում։ Հոբի 19-րդ գլուխ։ Օ Հիսուս, մի քիչ համբերեք, ես վերջացնում եմ, մի քիչ համբերեք, 19-րդ գլուխ, ես գիտեմ, թե իմ փրկիչս, կենդանի է, ողջ է, և նա վերջին ժամանակում պիտի ելնի երկրի վրա, նա պիտի կանգնի երկրի վրա, նա պիտի կանգնի հողի վրա ստեղասում է, Եվ ասում է, ես գիտեմ, որ իմ փրկիչս վրեժխնդիր է, եւ գիտեմ, որ վերջին պահին նա պետք է կանգնի հողի վրա, ինչ է նշանակում սա։ Հոբը մերժում է իրան։ Հոբը մերժում է իր վիճակը, եւ մի կին եկավ իր կինն էր, ես չգիտեմ այդ ով էր այդ վարվարան ասեց, հայհոյի ասում։ Հայհոյի, սա է օրենքը, եթե դու ասես, դու կմեռնես, և կդադարի քո տանջանքները, հայհոյի, վերջ գաղտնիքը սրա մեջ է, երբ որ դուք նեղության մեջ եք, մի հայհոյեք, եթե նեղության մեջ եք, մի բողոքեք, եթե նեղության մեջ եք, մի նահանջեք, եթե դժվարության մեջ եք, մի կոտրվեք, եթե դժվարության մեջ եք, մի հիասափվեք, Միշտ դուք դրա մեջ եք, Աստված արդեն գործողություն ասկսել, ձեր փրկության օպերացիան ասկսվել, ձեր վերելքի օպերացիան ասկսվել, մի կոտրվեք, Հոբը մերժում է իրան և ասում է, ես Տիրոջը պիտի տեսնեմ իմ մարմնիս մեջ, ես պիտի տեսնեմ իմ մարմնիս մեջ, հողի վրա ասում է, ես պիտի տեսնեմ, Եվ նա վրեժխնդիր է, փորձված հավատքը սա, և սա անպտուղ չի մնեմ, հալելույա, հալելույա Իսուս, սա հավատքի փորձությունն է, ամեն մեկիս հավատքը փորձվում է, փորձության նպատակը, որպեսզի քո սեփական աչքերով տեսնես Աստծուն քո կյանքի մեջ։ Սա հավատքի փորձությունն է։ Աստծուն քո սեփական աչքերով տեսնես։ Հոբը ասում էր, ես գիտեմ, Աստված երևալու է հողի վրա, հայտնվելու է հողի վրա, հայտնվելու է իմ կյանքի մեջ։ Ես գիտեմ, որ նա կենդանի է, նա ողջ է։ Ես գիտեմ, իմ փրկիչս ողջ է։ Ոչ թե ինչ-որ մի հեռու տեղ, ինչ-որ մի տեղի մասին են խոսում, այլ անձամբ քո կյանքի մեջ, անձամբ ձեր կյանքի մեջ, անձամբ ձեր տների մեջ, անձամբ ձեր մարմինների մեջ, անձամբ ձեր էկոնոմիկայի մեջ, անձամբ ձեր
Երեխաների կյանքի մեջ, անձամբ ձեր փորձառության մեջ մի վախեցիր։ Մի վախեցիր։ Սատանան իր առաջ խնդիր է դրել, հարձակվել եւ կործանել քո հավատքը։ Հավատա, որ ինքը ատոմա քեզ եւ քո հավատքը եւ քո Աստծուն։ Բայց Աստված կենթանի է, ողջ է։ Ասեց Հոբը քեզ ծերի է ծառայեմ, հա? Հոբը քեզ ծերի չի ծառայ։ Գիտեք, Սատանան միշտ կուզենա աչքից գցել։ Աչքից գցել եկեղեցուն, Հովին, ծառայությանը, Աստծուն, հավատքը։ Հավատա, որ ինքը նույն բանը տրամադրված է քո դեմ։ Սատանան տրամադրված է քո դեմ։ 365 օր տարվա մեջ Աստված մեզ խոստմունք ունի մի վախենա։ Մենք սրա մասին խոսանք վախ թեմայի ժամանակ։ Եվ դուք կտեսնեք, որ Աստված ինչքան տրամադրված է, որպեսզի ազատագրի մեզ վախից։ Հալելույա։ Հոբը ասեց, ես ինչից վախեցա, դա տեղի ունեցավ ինձ հետ։ Դուք գիտեք, որ դուք վախենում եք, ձգում եք այդ բաները, ինչից վախենում եք։ Սատանան եկավ Հոբի մոտ։ Սատանան գալիս է մեզ մոտ էլ։ Նա թափառում է, նա գալիս է մեզ մոտ էլ։ Ես սկսում եմ կասկածի տակ դնել Աստծուն եւ խոստմունքները։ Ես գնացել եմ կոնֆերանսի։ Դուրս եմ գրվել մայիս ամսին։ Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, օկտեմբեր, 5 ամիս։ Ես դուրս եմ գրվել։ Սկսել եմ ծառայել, քիչ, կամաց, աստիճանաբար։ 5 ամիսների մեջ հասցրել եմ ծառայել Ուռուտ գյուղում, Լեջանում, Պուշկինո, Գյուլաքարակ, Կատնախբյուր, Ստեփանավան։ 5 ամիսների մեջ Կատնախբյուրում հավաքվել ենք գյուղապետի տանը։ Գյուղապետ ամբողջ գյուղը հավաքել էր։ Պուշկինո ծառայել եմ իրանց գյուղի կլուբում, ամբողջ երիտասարդությունը լցված էր։ Ուռուտում հավաքվել էին բոլոր վետերանները։ Եթե ասեք ինչ էիք կարոզում, ես չգիտեմ, բայց համոզիչ էի կարոզում։ Լսեք եկեղեցի, սա հետաքրքիր է։ Որ ասեմ, ես ամբողջությամբ նույն օրը ազատագրվել եմ այդ ամեն ինչից։ Չէ, ուղղակի սկսվել է պրոցեսը։ Աստված հայտնվել է եւ սկսել է աշխատել։ Ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Հոկտեմբեր ամիսն է, մենք գնացել ենք կոնֆերանսի, Վանաձոր Դվարեցում կոնֆերանսա։ Չգիտեմ ինչքան տեղ ունի այդ դալիճը լիքն են։ Ես պետք է ասեմ սա։ Ես մի քիչ դժվարանում եմ, բայց կասեմ սա։ Քանի որ իմ աջ ու ձախ կողմերում պարկած հիվանդները խնդիր ունեին եւ իրանց այդ պարկերից արյուն էր գնում։ Արյուն էր իրանց հոսում։ Սատանան ինձ ամեն տուալետ մտնելուց ասում էր, դու էլ ես արյուն մեզելու։ Ասում եք, դրա համար է ասում, որ Սատանան ասում էր հաջորդը դուն ես։ Են գնացին կոնֆերանս, մկրտական մի տարեց մարդ էր, հովիվ, Ավստրալիայից։ Այս մարդը կամ հոգու զորությամբ ուժեղ քարոզում էր։ Ես չեմ կասեմ մկրտական ինչպիսի, որտեվ մկրտականությունը մեր մոտ ասոցացվում է, որ լեզունով չի խոսեմ։ Մենք չգիտենք, կարող են լինել մկրտական հոգեգալստականներ, լեզուներով խոսացողներ, պենտեկոստեականներ։
Մի խոսքով, այս մարդը քարոզեց եւ քարոզի ժամանակ վերջի արդեն նոտաներն էր։ Սկսին դիվահարներից դևերը դրսևորվել։ Աչուձախ, ամբողջ արենայով։ Առաջի անգամ եմ տեսել ազատագրություններ այնտեղ։ Փրփրում են այսև, ընկնում են իրանց տեղից։ Ասոն ներկայություն ենքամ խիտ է ժողովուրդ, մթնոլորտ ենքամ լցված էր, պարունակություն կար, կշիռ կար, որ Աստված ծածկեց ինձ։ Երբ որ դուրս եկանք այդ կոնֆերանսի ծառայությունից, եկանք Ստեփանավան։ Ավտոբուսը կանգնեց կլոր շենքի մոտ եւ ես իջա, ոտքով արևելյանով բարձացա ու հասա մեր թաղիցերը։ Դժվարացավ իմ քայլերը մինչև տուն, որովհետև սկսի մտածեմ, որ ինչ կատարվեց այնտեղ, արդեն ես տեղ չեմ զգում դա։ Ես ուզում եմ դա ինձ հետ լինի։ Եկա ու մտա մի անգամից կներեք, արտահայտության համար զուգարան, եւ սատանան ասեց նորից. Դուք պատկերացնում եք, դուք ամեն անգամ մտնում եք զուգարան, սատանան նույն բառը ասում է քեզ։ Դու արյուն ես մեզելու, դու արյուն ես մեզելու։ Ժողովուրդ, ես չգիտեմ, որ Աստված ինչ արեց այդ ծառայությանը ինձ հետ, Սուրբ Հոգին իջել էր վրես։ Գիտեք ինչ համարձակություն ու ասեմ հոգի։ Ես շրջվեցի, ասի սատանա, դու ես մեզելու արյուն, Հիսուսի անունով, դա ինձ հետ տեղի չի ունենա, դա ինձ հետ տեղի չի ունենա։ Հոբը ասեց ընչից վախեցա, դա եկավ ինձ։ Լսում եք, այդ օրվանից առ այսօր ոչ մի անգամ նման միտք անգամ ինձ չի եկե։ Նման միտք անգամ ինձ չի եկե։ Աստված մեզ չի տվել վախի ոգի։ Աստված մեզ չի տվել վախի հոգի։ Սա ասում է երկրորդ Տիմոթեոսի առաջի գլուխ 7-րդ խոսքը, այլ տվել է սիրո հոգի, զորության հոգի, զգաստության հոգի։ Այցելեցին եղբայրները եւ ինձ մի փոքր բրոշուր նվիրեցին, Svoboda od stracha, Kenneth Copeland, փոքր բրոշուր։ Երբ որ ես կարդացի այս խոսքերը, Հովհաննես 4:18-ը գրված, առաջի Հովհաննես 4:18, որ Աստված մեզ լսում եք, ով լսում, սիրո մեջ վախ չկա, ապա կատարյալ սերը վանում է վախին մեկնի։ Հիմա այս ճակերտներ չեմ բացում շատ, բայց սրա մասին խոսամ վախ թեմայի ժամակ ամռանը։ Լսեք, դա սկսեց ջերմացնելու հալել իմ սիրտը։ Մոտ 9 ամիս ես տանջվում էի դեպրեսիայից եւ հարձակումներից։ Երրորդ թեման, որ խոսանք, դա դեպրեսիան կլինի։ Չորրորդ թեման վախը կլինի։ 5-րդ թեման կլինի հիասթափություն։ Երկրորդ թեման մեր միտքը կլինի։ Առաջի թեման կլինի հավատք։ Ես խորհուրդ եմ տալիս ներկա լինեք։ Աստված քանդելու է դա։ Աստված քանդելու է դա։ Դա ամբողջությամբ քանդվելու է։ Կատարյալ սերը վախին վանում է, քշում է։ Այդ օրը իմ սիրտը հալվեց 9 ամիս հետո։ Հոբը ուղիղ 9 ամիս պայքարի մեջ էր։ Հոբի չարչարանքները 9 ամիս տևացին։ Ես չեմ ասում, որ ես հոբի չարչարանքներն էի տանում։ Ես իմ չարչարանքներն էի տանում։ Բայց երբ որ ես դադարեցի, Աստված եկավ։ Ես 9 ամիս աղոթում եմ մի սխալ աղոթք։ Դուր ինձ հավատք։ Դուր ինձ հավատք։ Աստված հիմար աղոթքին չի պատասխանում։ Աստված հավատք չի տալի, որովհետև դու վերստին ծնված ես արդեն, ունես այդ հավատքը։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Առաջի բանը, որ սկսեց ինձ հետ անել Աստված, դա հավատքն էր։
Հավատքի աշխատանք սկսեց գնալ իմ մեջ։ Արդեն ահա մոտ 29 տարի։ Հավատքը իմ մեջ ավելի ուշեղ, ավելի մեծ է, քան երբևիցե։ Եվ ես գիտեմ, որ օծությունը հավատքի պատճառով է ներկա։ Օծությունը իրան չի գալիս։ Օծության պատճառը հավատքն է։ Աստված մեզ չի տվել վախի հոգի, Աստված մեզ տվել է սիրո հոգի, զորության հոգի եւ ողջամտության հոգի։ Հալելույա Հիսուս։ Փառք ես Հիսուս։